Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, Հայվայբը շարունակում է բացահայտումների շարքը։ Մենք մայրաքաղաք Երևանին շատ մոտ, Արագածոտնի մարզի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում ենք։ Հարկ է նշել, որ Աշտարակ քաղաքը հարուստ է պատմամշակութային կոթողներով, սակայն մենք այսօր գնում ենք բացահայտելու դրանցից մի քանիսը։ Քայլենք առաջ, մոտենում ենք Աշտարակ քաղաքի հին կամրջին։ Կամուրջը հայ միջնադարյան կամրջաշինության լավագույն նմուշներից է եղել և կոչվել է Աշտարակի հին կամուրջ կամ ձորի կամուրջ։ Ահա հասնում ենք կամրջին և մեր աչքի առջև խոյանում է հրաշակերտ կամուրջը։ Ըստ 17-րդ դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության, կամուրջը կառուցվել է 17-րդ դարում 1664 թվականին Մոծակենց Մահտեսի Խոջա Գրիգորի կողմից։ Այդ մասին արձանագրություն է եղել նաև կամրջի միջին և մեծ կամարների միջնամասում, ահա տեսնում ենք այն հատվածում ճակատային պատին, որը վերանորոգման ժամանակ մնացել է սվաղի տակ։ Կամուրջը միջնադարյան Հայաստանի ամենամեծ կամուրջներից մեկն է եղել։ Երկարությունը 76.2 մետր, իսկ լայնությունը 6 մետր։ Այն կարևորագույն դեր է խաղացել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման և ռազմական տեղաշարժերի ապահովման համար։ Ասեմ, որ կամրջի կառուցման հետ կապված կա մի ժողովրդական զրույց, իհարկե այս զրույցը ուղղակի սարսափի ժանրից է։ Ասում են, երբ սկսել են կառուցել կամուրջը, վարպետներն ու կամրջի վրա աշխատող բանվորները հիմքը անընդհատ դրել են և այդ հիմքի քարերը գետը անընդհատ քշել տարել է, ինչքան դրել են, գետը քշել տարել է։ Եվ գյուղի ծերերը նրանց մի ահասարսուռ միտք են առաջարկում, խորհուրդ են տալիս նախ փոխել հիմքի տեղը և հետո գտնել մի որբ աղջկա և ուշադրություն, ողջ շարել պատի մեջ։ Հետևում են աշխատակիցները ծերերի խորհրդին, նախ հիմքի տեղը փոխում են և փնտրում են գյուղերում, գտնում են մի որբ աղջկա և խորթ մորից փողով գնում են աղջկան և կատարում ծերերի խորհուրդը։ Աղջիկը լուռ հնազանդվում է բանվորների կամքին։ Ասում են, երբ շարելով պատը հասնում են աղջկա ծնկներին, աղջիկն աղիողորմ ձայնով ասում է. «Շարեցին, մերիկ ջան, շարեցին, մինչև ծնկներս»։ Երբ պատը հասնում է աղջկա կրծքին, ասում է. «Շարեցին, մերիկ ջան, շարեցին, մինչև դոշս քարեցին»։ Պատը հասնում է աղջկա կոկորդին, աղջիկն աղիողորմ շարունակում է. «Շարեցին, մերիկ ջան, շարեցին, մինչև բուկս քարեցին»։ Աղջկա ձայնն այլևս չի լսվում։ Եվ ինչպես մեծերն էին ասել, որբ աղջկան թաղելով այնտեղ ողջ։ Այս կամուրջը այլևս երբեք չի քանդվի և ամուր կլինի։ Ասեմ, որ այսքան դարեր կամուրջը շատ քիչ է ենթարկվել վերանորոգման, վերանորոգվել է վերջին անգամ 2004 թվականին և ինչպես տեսնում ենք, անցանելի է մինչ օրս և մարդկանց, և տրանսպորտային միջոցների համար։ Հարկ է նշել նաև, որ կամուրջը կապել է Աշտարակի պատմական 4 թաղերը՝ Կարմրավորի, Ծիրանավորի, Մարինեի և Բերդի թաղերը։
Ահա գտնվում ենք պատմության հանդիպման վայրում։ Աշտարակ քաղաքի 5 կամրջին կից մեկ այլ նշանավոր կառույց է Աշտարակ քաղաքի համար հին ջրաղացը։ Ջրաղացը 17-րդ դարի կառույց է, կառուցել են Աղումյանները, հետագայում վաճառել են Շահազիզյաններին եւ որոնք վերջում նվիրել են հենց քաղաքին։ Ահա ավելի ուշ շրջանի 1932 թվականի արձանագրություն է պատին, որտեղ վկայություն է, որ այն նվիրաբերվել է հենց Աշտարակ քաղաքին։ Ասեմ, որ ուշ միջնադարում ջրաղացների թիվը Հայաստանում հասել է 1600-ի։ Սա Հայաստանի ամենամեծ ջրաղացներից մեկն է եղել։ Իդեպ ունեցել է 6 աչք, աչքերի թիվը խոսում էր տիրոջ հարստության մասին։ Նաև նշանակալից է եղել նրանով, որ այն ապահովել է ոչ միայն Աշտարակ քաղաքին, նաև հարակից այլ շրջանների։ Դե ինչ, իսկ այսօր ջրաղացի տարածքը գործում է որպես հացատուն։ Քայլում ենք առաջ, մոտենում ենք Աշտարակ քաղաքի պատմական կառույցներից մեկին, Քարե բաղնիքին։ Քարե բաղնիքը կառուցվել է 1900-ականների սկզբին, կառուցել է բնիկ աշտարակեցի Տեր Արշակ Զաքարյանը։ Ահա Քարե բաղնիքը։ Ասեմ, որ Արշակ Զաքարյանը նմանատիպ բաղնիքներ տեսել է Երևանում եւ Թիֆլիսում եւ երազել է հայրենի քաղաքում ունենալ նմանատիպ բաղնիկ եւ կառուցել է ահա այս բաղնիքը, կառուցել է Հովանես Վարպետը եւ ասեմ, որ այս բաղնիքի շահագործման համար Զաքարյանը հատել է իր այգու բոլոր ծառերը եւ վառել, որպեսզի օգտագործվի բաղնիքը եւ երբ սպառվել է վառելիքը, նրան այդ հարցում օգնել են համաքաղաքացիները։ Այս շենքը օգտագործվել է որպես բաղնիկ մինչև 1960-ականները, որից հետո դարձել է հայելու գործարան եւ որի փակվելուց հետո որևէ բանի համար չի օգտագործվել։ Ահա մենք ունենք պատմական շինություն, որը կանգուն է Աշտարակ քաղաքում։ Դե ինչ, այսպիսին էր Հայ Վայբի այսօրվա թողարկումը։ Մնացեք մեզ հետ, ավելի հետաքրքիր է լինելու։